Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանվել է Իսրայելի խորհրդանի օրակարգից։ Իսրայելական Հարեց պարբերականի տեղեկություններով հարցի քննարկումը եւ քվեարկությունը կասեցվել են Բաքվի միջամտությունից հետո։ Դատախազը հակակոռուպցիոն դատարան է հանձնել 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Պարզվել է, որ նա մասնակցել է Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող երկու հողամասերի ապուրինի օտարման գործընթացին։ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար, որի հետևանքով համայնքին պատճառվել է մոտ 25 միլիոն դրամի գույքային վնաս։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Այսպես ասած, օդային պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շարունակում է ընդլայնել աշխարհագրությունը։ Ուկրաինական անօդաչուները կրկին հասել են Մոսկվա եւ մերձակաշրջաններ, խոցել Սևծովում նավարկող ռուսաստանյան նավերը, իսկ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Սումիին, Խարկովին։ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պլաստիկե եւ պոլիէթիլենային մի շարք արտադրատեսակների սահմանափակումները շարունակում են լայն քննարկումների առարկա լինել։ Պետական կառույցների, արտադրողների, գործարարների եւ սպառողների շահերը ներկայացնող կազմակերպությունների մասնակցությամբ անցկացված հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց գնահատականներն ու առաջարկությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ։ Նա այդ մասին ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բերլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները նույնպես մեծ ծավալների է հասել։ Ալիևը նաև խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին, նշելով, թե Ադրբեջանն է Հայաստանին խաղաղություն առաջարկել եւ ստացել դրական պատասխան։ Մենք պատմական ժամանակահատված ենք ապրում, որի ուղղությամբ Գերմանիայի կառավարության դերը շատ բարձր են գնահատում, հավելել է նա։ Հայաստանն Ադրբեջանից սկսել է նավթամթերք ներմուծել 2025 թվականի դեկտեմբերից։ Ադրբեջանական կողմի հաղորդած տվյալներով այս ընթացքում Ադրբեջանից Հայաստանը ներմուծվել ավելի քան 14000 տոննա դիզելային վառելիք եւ մոտ 5000 տոննա բենզին։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանվել է Իսրայելի խորհրդանի օրակարգից իսրայելական Հարեց պարբերականի տեղեկություններով վարչապետ Բենյամին Նեթանյահուն կասեցրել է հարցի քննարկումը եւ քվեարկությունը Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջամտությունից հետո։ Ընդամենը շաբաթներ առաջ Իսրայելի կառավարությունը հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկը հաստատել էր միաձայն, այն ներկայացնելով որպես պատմական եւ բարոյական պարտավորություն։ Չնայած Իսրայելի կառավարությունը հավանություն էր տվել հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկրի խորհրդարանի նիստի օրակարգում ներառելու որոշմանը, սակայն դա տեղի չի ունենա։ Հարեցը հղումանելով իսրայելական աղբյուրներին հայտնել է, որ այն օրակարգից հանվել է Ադրբեջանի ճնշման հետևանքով։ Ըստ հրապարակման, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Իլհամ Ալիևի անունից կապ է հաստատել Նեթանյահուի գրասենյակի հետ։ Դրանից հետո վարչապետը արգելափակել է Գործնախարար Գիդեոն Սարի նախաձեռնած քվեարկությունը, իսկ իսրայելական կողմը Բաքվին տեղեկացրել է, որ հարցը չի քննարկվի Քնեսեթի արձակուրդից առաջ անցկացվող վերջին նիստին։ Սարի գրասենյակը հերքել է, որ քվեարկությունը կասեցվել է Նեթանյահուի միջամտությամբ, սակայն այլ պատճառ չի ներկայացվել։ Արտգործնախարարի գրասենյակից հայտնել են, որ որոշումը չի փոխվել։ Կառավարության հավանությանն արժանացած հարցն անպայման խորհրդարանում կքննարկվի, բայց դա մոտ ժամանակներում գրեթե անհնար է, քանի որ հուլիսի 17-ին Քնեսեթը լուծարվել է, իսկ Իսրայելի արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 27-ին։ Արտգործնախարար Գիդեոն Սարի ներկայացրած հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկը Իսրայելի կառավարության հավանությանն էր արժանացել հունիսի 28-ի նիստին միաձայն։ Որոշումը պետական ամբողջական քաղաքականություն դարձնելու համար անհրաժեշտ էր նաև Քնեսեթի հաստատումը։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը բարոյական եւ պատմական պարտավորություն է։ Չնայած տեղի ունեցածը պատմական փաստ է, սակայն մինչև այսօր հանդիսանում է ժխտման ու նսեմացման ինստիտուցիոնալ արշավի թիրախ։ Այդ սարսափելի ոճրագործության ընթացքում սպանվել է 1.5 միլիոն մարդ եւ ոչնչացվել հայ ժողովրդի հնագույն մշակութային ժառանգությունը։ Ճիշտ քայլ անելու համար երբեք ուշ չէ։
Բաքուն անմիջապես դատապարտել էր Իսրայելի կառավարության որոշումը, կրկնելով հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական թեզերը։ Ադրբեջանի արտգործնախարարությունն այն անվանել էր պատմական փաստերի խեղաթյուրում եւ պահանջել վերանայել որոշումը։ Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Բաքուն չի սահմանափակվել միայն հրապարակային հայտարարությամբ եւ իր ռազմավարական կապերն օգտագործել է խորհրդարանական գործընթացը կանգնեցնելու համար։ Իսրայելի համար Ադրբեջանը էներգետիկ եւ ռազմաքաղաքական կարևոր գործընկեր է։ Այս ոլորտում գործակցությունը նաեւ տարածաշրջանային փոխադարձ շահերը փաստորեն Բաքվին Իսրայելի արտաքին քաղաքական որոշումների վրա ազդեցության զգալի լծակներ են տվել։ Նեթանյահուն հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն իբրև ճանաչել էր դեռ 2025 թվականի օգոստոսին։ Ամերիկացի հաղորդավար Պատրիկ Բեթ Դեյվիդը նրան հարցրել էր, ինչու ոչ մի իսրայելցի վարչապետ անձամբ չի ճանաչել ցեղասպանությունը։ Նեթանյահուն պատասխանել էր. Ես հենց նոր ճանաչեցի, ահա, խնդրեմ։ Այդ հայտարարությունը լուրջ պետական ճանաչում չէր համարվել, քանի որ այն անձնական դիրքորոշում էր առանց կառավարության կամ Քնեսեթի իրավական որոշման։ Ավելին, Նեթանյահուն պնդել էր, թե իբրև խորհրդարանն արդեն ճանաչել է ցեղասպանությունը, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Իդեպ Նեթանյահուի հայտարարությունն ու կառավարության հետագա քայլերը հաջորդեցին Իսրայել-Թուրքիա հարաբերությունների կտրուկ վատթարացմանն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահն Իսրայելին մեղադրեց հարևան երկրների դեմ ոտնձգությունների եւ հատկապես Գազայի հատվածում ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար։ Իսրայելի իշխանությունն էլ առիթը բաց չթողնելով Էրդողանին հիշեցնում էր հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը ու դրա առայսօր ժխտումը։ Չնայած հունիսի 28-ի որոշումը միջազգային մամուլում եւս լայնորեն դիտարկվում էր որպես Անկարային ուղղված քաղաքական պատասխան, սակայն Սաարը պնդում էր, որ խոսքը պատմական արդարության մասին է։ Փաստորեն հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ակտիվացավ Թուրքիայի հետ հակադրության պահին, բայց կանգ առավ, երբ միջամտեց Թուրքիայի մերձավոր դաշնակից եւ Իսրայելի ռազմավարական գործընկեր Ադրբեջանը։ Իսկ ինչպիսին էր պաշտոնական Երևանի արձագանքը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ լրագրողների հարցին ի պատասխան նկատել էր. Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետեւ կարծում ենք, որ հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահից, այսինքն արձագանքի կարիք չենք տեսնում։ Իսրայելում հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հետագա զարգացումները փաստացի վերահաստատեցին Հայաստանի իշխանության այդ մտահոգությունը։ Հարցը օրակարգ բերվեց Թուրքիայի դեմ քաղաքական հակադրության պայմաններում, ապա հետաձգվեց, գուցե եւ օրակարգից հանվեց Ադրբեջանի ճնշման ներքո։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հակակոռուպցիոն դատանի որոշմամբ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Արարատ ցեմենտը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իդեմս էկոնոմիկայի նախարարության, այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հուլիսի ընթացքում սահմանված կարգով կնշանակվի Արարատ ցեմենտի կառավարիչը, մինչև այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում են բարեխղճորեն եւ պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր։ Իրենց գործի գիտակ աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել, գրել է նա։ Դատախազը հակակոռուպցիոն դատան է հանձնել 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Պարզվել է, որ նա մասնակցել է Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող պետական սեփականություն հանդիսացող երկու հողամասերի ապուրինի օտարման գործընթացին։ Նախաքանության պարզվել է, որ վերոնշյալ հողամասերը անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրվել են Հայրենիք Սփյուռք Կամուրջ եւ Սուրբ Լազար հասարակական կազմակերպություններին, մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ դրանք ընդգրկված են եղել Երևանի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով առանձնացված հատուկ պահպանվող տարածքների կազմում, նախատեսված են եղել համայնքային զբոսայգի հիմնելու համար եւ ենթակա չեն եղել օտարման։ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձն մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար, որի հետևանքով համայնքին պատճառվել է մոտ 25 միլիոն դրամի գույքային վնաս։ Նրա վերաբերյալ նախաքննությունը ավարտվել է եւ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հակակոռուպցիոն դատարան։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ կատարել պաշտոնեական կեղծիք։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականին հիշյալ պաշտոնյան նպատակադրվել է Վանաձոր համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 3.12 հեկտար մակերեսով հողամասից առանձնացնել դրա մի մասը եւ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ այն օտարել Վանաձոր քաղաքի բնակչին։
Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հիշյալ պաշտոնատար անձը փոխել է նշված անշարժ գույքից առանձնացված տարբեր մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունը եւ դրանց տրամադրել հասցեներ։ Այդ կերպ նշված հողամասերն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համար ստեղծելով արհեստական հիմքեր։ Այնուհետև պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելու եղանակով նույն պաշտոնյան Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող հողամասերն առանց ավականու որոշման ուղղակի վաճառքի եղանակով օտարել է Վանաձոր քաղաքի բնակչին, որի հետևանքով համայնքը զրկվել է համայնքային սեփականություն հանդիսացող 24 միլիոն 890 հազար դրամ շուկայական արժեքով գույքը տնօրինելու հնարավորությունից։ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել։ Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է եւ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստում ամփոփել է նոր գումարման ազգային ժողովի պատգամավորների մանդատների բաշխման գործընթացը հաստատելով ընտրված պատգամավորների գրանցման եւ մանդատների տրամադրման վերաբերյալ արձանագրությունը։ Նիստի ընթացքում հանձնաժողովը նախ ուժը կորցրած է ճանաչել քաղաքացիական պայմանագիր, ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքների այն տեխնացուների գրանցումները, որոնք ներկայացրել էին ինքնաբացարկի դիմումներ կամ հրաժարվել էին պատգամավորական մանդատից, որից հետո հաստատվել է խորհրդանի վերջնական կազմը։ Արդյունքում նոր գումարման ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, որոնցից 64-ը կներկայացնեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, 29-ը ուժեղ Հայաստանը, իսկ 12-ը Հայաստան դաշինքը։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, 100-րդ հոդվածով եւ հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 259-ը որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է։ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներում ՀՀ ազգային ժողովի պատգամավորներին գրանցում եւ մանդատներին տրամադրվում։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ մասից Բաքոյան Ռուստամ Զուրբայի, Սանդիկով Ալեքսեյ Իվանի, Հասանով Կնյազ Թամիդի։ Ընտրական ցուցակի առաջին մասից Ռուբինյան Ռուբեն Կարապետի, Ալեքսյանյան Վահագն Հովիկի, Խազարյան Ալխազ Աղաբեկի, Արությունյան Արայիկ Էդվարդի, Կոնջորյան Հայկ Արսենի, Ջուլիակյան Արուսյակ Թովմասի, Հակոբյան Հասմիկ Արմենի, Խաչատրյան Արմեն Էդմոնդի, Մանավասյան Արուսյակ Լևոնի, Հովանեսյան Արթուր Ղարիբի, Գաբրիելյան Վիլեն Կարենի, Խազարյան Սոնա Արայի, Եգոյան Արման Աշոտի, Բաթրյան Զարուհի Վալերյանի, Միքայելյան Սասուն Գաբրիելյան Սիսակ Արմենի, Բաղդասարյան Նազելի Հրաչի, Թունյան Բաբկեն Էդիկի։ Այսպես ասած, օդային պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շարունակում է ընդլայնել աշխարհագրությունը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնել գիշերը ուկրաինական մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Ռոստովի, Ռիազանի, Մոսկվայի եւ այլ մարզերի, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ազովի եւ Սևծովերի տարածքները։ Ռուսական ուժերը հարվածել են Սումիին, վնասվել են քաղաքացիական եւ բնակելի օբյեկտներ, հաղորդվում է վիրավորների մասին։ Գիշերվա ընթացքում ռուսական ուժերն ընդհանուր առմամբ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են շուրջ 60 ԱԹՍ։ Վերջին 24 ժամվա ընթացքում Բելգորոդի մարզում ուկրաինական զինված ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 9 խաղաղ բնակիչ, 77-ը տարբեր աստիճանի վիրավորում են ստացել։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվայևը։ Նա հավելել է, որ Բելգորոդում, Բելգորոդի, Գրայվորոնի, Կրասնոյարուսկի, Պրոխորովսկի, Ռակիտյանսկի եւ Շեբեկինսկի շրջաններում վիրավորվել է 77 մարդ, այդ թվում 1 անչափահաս։ Միևնույն ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Սումի քաղաքի էպիկենտրոն առևտրի կենտրոնին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով վնասվել է նաև բազմաբնակարան բնակելի շենք, իսկ մոտակայքում գտնվող դպրոցի պատուհանները կոտրվել են պայթյունի ալիքի հետևանքով։ Տեղական իշխանությունների տեղեկություններով տուժել է 6 մարդ, այդ թվում 4 երեխա եւ 2 մեծահասակ։ Իսկ ավելի վաղ հուլիսի 20-ի գիշերը Ուկրաինան անօդաչու սարքերի լայնածավալ հարձակում է իրականացրել Մոսկվայի եւ Մերձ Մոսկվայի ուղղությամբ։ Ռուսական կողմի տվյալներով արձակվել է ավելի
քան 400 անօդաչու սարք։ Հակաօդային պաշտպանության համակարգերն ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարբեր շրջաններում եւ ծովային տարածքներում խոցել են դրանցից 381-ը, այդ թվում 85-ը Մոսկվային մոտենալիս։ Հարձակման հետևանքով Մոսկվայի մարզում վիրավորվել է 10 մարդ, այդ թվում Չինաստանի 3 քաղաքացի։ Դոմոդեդովայում հրդեհ է բռնկվել արդյունաբերական պարկում, վնասվել են նաև բնակելի շենք։ Պոդոլսկում տարհանվել են Wildberries ընկերության լոգիստիկ կենտրոնի աշխատակիցները, սակայն ավելի ուշ աշխատանքը վերականգնվել է։ Բելգորոդի մարզում 1 մարդ զոհվել է, 4-ը վիրավորվել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ հարվածների թիրախում եղել են Մոսկվայի մարզի լոգիստիկ օբյեկտներ եւ նավթային պահեստ։ Պարզապես անհեթեթ է, որ ժամանակակից աշխարհում արտադրությունը դեռ չի հասցվել այն մակարդակի, որն անհրաժեշտ է մարդկանց բալիստիկ ահաբեկչություններից պաշտպանելու համար։ Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կրկին կոչ է արել դաշնակիցներին ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Նրա խոսքով, քանի դեռ Պատրիոտ հրթիռները մնում են դաշնակիցների պահեստներում, Ռուսաստանը շարունակելու է խոցել բնակելի շենքերը։ Ուկրաինան իր հերթին հայտարարել է Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքների դեմ նոր հարվածների մասին։ Կիևի տվյալներով անօդաչուները հարվածել են Օմսկի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է Ուկրաինայից 2700 կիլոմետր հեռավորության վրա։ Այն Ռուսաստանի ամենահզոր եւ 10-րդ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից վերջինն էր, որը դեռևս չէր տուժել անօդաչու թռչող սարքերի հարձակումից։ Ռուսական կողմը հաստատել է հարվածի փաստը եւ հայտնել հրդեհի մասին, նշելով, որ տուժածներ չկան։ Reuters-ի տվյալներով Օմսկի գործարանը տարեկան վերամշակում է մոտ 23 միլիոն տոննա նավթ։ Ուկրաինական կողմը հարվածը ներկայացնում է որպես պատերազմի ամենահեռահար գործողություններից մեկը։ Զելենսկին այն անվանել է Ուկրաինայի զինված ուժերի կարևոր ձեռքբերում, ընդգծելով, որ Սիբիրը եւս հասանելի է դառնում ուկրաինական ճշգրիտ հարվածների համար։ Ռուսական մի շարք շրջաններում արդեն վառելիքի խնդիրներ են արձանագրվում, արդեն որքան ժամանակ է բենզալցակայանների մոտ հերթեր են գոյանում, իսկ որոշ վայրերում գործում են բենզինի եւ դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ։ Ուկրաինական հարվածները նավթավերամշակման գործարանների եւ էներգետիկ օբյեկտների ուղղությամբ սկսել են ազդել Ռուսաստանի ներքին շուկայի վրա։ Այս ֆոնին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում քննարկելու է Ուկրաինայի հարցը եւ հանդիպելու Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Կարծում եմ մենք ավելի մոտ ենք պատերազմի ավարտին, քան մարդիկ պատկերացնում են։ Նախագահ Պուտինը ցանկանում է, որ դա ավարտվի, եւ նախագահ Զելենսկին նույնպես ուզում է, որ պատերազմը ավարտվի։ Կրեմլում պնդում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում էականորեն չի փոխվել։ Դմիտրի Պեսկովի խոսքով Թրամփը պահպանում է հետևողական մոտեցում եւ բաց է Ռուսաստանի փոխանցած տեղեկությունները լսելու համար։ Լարվածություն է արձանագրվել նաեւ ՆԱՏՕ-ի հյուսիսային թևում։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նորվեգական ծովում ռուսական BRF բարեկային ինքնաթիռը մի քանի անգամ մոտեցել է HMS Prince of Wales ավիակրին եւ ցածր բարձրությամբ թռիչք իրականացրել նավի մոտ։ Բրիտանական կողմը միջադեպը որակել է անվտանգության տեսանկյունից վտանգավոր եւ ոչ պրոֆեսիոնալ։ Ռուսական ինքնաթիռին ուղեկցելու համար օդ են բարձրացել բրիտանական F-35 կործանիչներ։ Փոխադարձ հարվածների այս փուլը համընկնում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ, որտեղ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հարցը լինելու է հիմնական թեմաներից մեկը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսաստանի զինված ուժերը կշարունակի հարվածներ հասցնել Սևծովում գտնվող այն նավերին, որոնք զենք եւ սպառազինություն են տեղափոխում Կիևի վարչակազմի համար, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Վերջին օրերին ռուսական ուժերը հարվածներ էին հասցրել Օդեսայի ափամերձ շրջանում գտնվող առնվազն 3 քաղաքացիական նավերի։ Թուրքական ընկերություններից մեկին պատկանող Golden Leo բեռնատար նավի վրա հարձակման հետևանքով անձնակազմի անդամներից 5-ը զոհվել են, եւս 5-ը համարվում են անհետ կորած։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Հնդկաստանի Ասամ նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից տուժել է ավելի քան 170,000 մարդ։ Ջրհեղեղներն ընդգրկել են 12 շրջան, 30 վարչական գոտի եւ շուրջ 580 գյուղ։ Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Սիվասագար, Չարայիդո եւ Ջորհատ շրջաններում, որտեղ ջրի տակ են անցել բնակավայրեր։ Վնասվել են ամբարտակներն ու երթուղային ենթակառուցվածքները։ Հեղեղվել է նաեւ ավելի քան 10,000 հեկտար գյուղատնտեսական մշակաբույս։ Ջրի բարձր մակարդակի պատճառով խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը։ Մի շարք գնացքների երթուղիներ չեղարկվել, կրճատվել կամ փոփոխվել են։
Թուրքիայի Անտալիա նահանգի Աքսեքի շրջանում բռնկված անտառային հրդեհը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել շուրջ 18 ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո։ Հրդեհի մարմանը մասնակցել են 9 հրշեջ ուղղաթիռ, 3 հրշեջ ինքնաթիռ, 45 հրշեջ մեքենա եւ 21 ջրամատակարարման մեքենա։ Նախնական տվյալներով կրակից վնասվել է շուրջ 100 հեկտար անտառային տարածք։ Հորդառատ անձրևների հետևանքով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մի շարք փողոցներ եւ ճանապարհահատվածներ հեղեղվել են։ Տեղական ծառայություններն աշխատում են ջրածածկ հատվածներում վերացնելով տարերքի հետևանքները։ Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում։ Եմենի Իրանի աջակցությամբ գործող հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային էմբարգո սահմանելու մասին։ Ապստամբները չեն մանրամասնել, թե ինչպես են պատրաստվում իրականացնել այդ շրջափակումը։ Եթե հայտարարությունը գործնականում իրականացվի, Սաուդյան Արաբիան կարող է բախվել լուրջ տնտեսական խնդիրների, կորցնելով Կարմիր ծովի նավահանգիստների բնականon օգտագործման հնարավորությունը։ Սա կարող է ազդել նաև համաշխարհային նավթային շուկայի վրա, քանի որ Սաուդյան Արաբիան օրական արդյունահանում է ավելի քան 10 միլիոն բարել նավթ եւ համարվում է աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկը։ Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Իրանի տարածքից արձակված 3 հրթիռ, այն բանից հետո, երբ դրանք մուտք են գործել երկրի օդային տարածք։ Զինվորականների հաղորդմամբ որսման գործողության հետևանքով զոհեր եւ վիրավորներ չկան, նյութական վնաս նույնպես չի արձանագրվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ յուրաքանչյուր ամերիկացի զինծառայողի սպանության համար Իրանը բազմապատիկ կվճարի, նշելով, որ համապատասխան հրահանգը փոխանցել է պաշտպանության նախարարին։ Միաժամանակ Իրանի Իսֆահանի նահանգապետի տեղակալի խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածել է Խոմեյն քաղաքի արվարձանում գտնվող արդյունաբերական օբյեկտի։ Իրանական Ֆարս գործակալությունն էլ հայտնել է, որ պայթյունների ձայներ են լսվել նաև երկրի հարավում գտնվող Շիրազ քաղաքում։ Իրանի առաջին փոխնախագահն էլ հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ որևէ երկրից թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ զարգացնելու համար։ Նյու Յորքի դպրոցներում առաջին անգամ դասավանդելու է ռոբոտ։ Այս մասին հայտնել է Trending Politics-ի համասեփականատեր Քոլին Ռագը։ Նրա փոխանցմամբ նախագիծը նախատեսում է ռոբոտի ներգրավում ուսումնական գործընթացում։ Ծրագրի մեկնարկի ժամկետի եւ գործնական մանրամասների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։ Էնդի Բըրնեմը պաշտոնապես ստանձնել է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը, հայտարարելով, որ իր կառավարությունը կիրականացնի 10-ամյա ծրագիր երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները լուծելու նպատակով։ Դաունինգ Սթրիթում ունեցած իր առաջին ելույթում Բըրնեմն ընդգծել է, որ խոսքը ոչ թե պաշտոնավարման տևողության, այլ երկարաժամկետ կառուցվածքային փոփոխությունների մասին է, վստահեցնելով, որ կառավարության առաջնահերթությունը լինելու են բրիտանացիների կարիքները։ Շարունակում ենք թողարկումը 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պլաստիկի եւ պոլիէթիլենային մի շարք արտադրատեսակների սահմանափակումները շարունակում են լայն քննարկումների առարկա լինել։ Պետական կառույցների, արտադրողների, գործարարների եւ սպառողների շահերը ներկայացնող կազմակերպությունների մասնակցությամբ անցկացված հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց գնահատականներն ու առաջարկությունները, փորձելով գտնել հավասարակշռված լուծումներ, որոնք միաժամանակ ապահովեն շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ տնտեսության կայուն զարգացումը։ 2027 թվականի հունվարի 1-ից պլաստիկե եւ պոլիէթիլենային մի շարք արտադրատեսակների նկատմամբ նախատեսվող նոր սահմանափակումները շարունակում են ակտիվ քննարկումների առարկա լինել։ Նախաձեռնությունը միտված է պլաստիկ թափոնների ծավալը նվազեցնելուն, վերամշակման մշակույթը խթանելուն եւ ավելի կայուն սպառման ու արտադրության մոդելների անցում կատարելուն։ Սահմանափակումը տարածվում է մանրածախ առևտրի վրա, ցանկացած օբյեկտի վրա, խոսքը մանրածախի մասին է։ Այսինքն դա կապ չունի առևտրի օբյեկտ, շրջիկ առևտրի, տոնավաճառ, բոլոր այն օբյեկտներ, որոնք օտարում են ապրանքը, այսինքն օտարման վրա է սահմանափակումը դրած, այսինքն վաճառել, նվիրել, ուղղակի տրամադրել եւ սահմանափակվել է առկայությունը խանութներում, այսինքն պատասխանատվությունը կրելու են առևտրի օբյեկտները։ Եթե անգամ իրենց մոտ արկա լինի, դրված լինի, բայց ասեն չեն կոտարում, դա եւս արգելված է։ Լուսինե Ավետիսյանը ներկայացրեց կարգավորման իրավական ու գործնական մանրամասները, անդրադառնալով այն արտադրատեսակներին, որոնք կներառվեն սահմանափակումների շրջանակում, նաև տնտեսվարողներին տրվող անցումային ժամանակահատվածին։ Արգելվելու են պոլիէթիլենային տոպրակները, բացառություն են կազմում կշռափաթեթավորման համար
պարկերը, դրանք կշռափաթեթավորումը դա որպեսզի մթերքի սանիտարական նորմերը պահպանելու համար են կշռող սարքի օգտագործմամբ։ Չգիտեմ, այնտեղ շաքարավազ է, այնտեղ են մի խոսքով մսամթերք է նման, այսինքն այդ ապրանքների համար, որ անհնար է առանց պոլիէթիլենի տեղափոխումը կարող է սանիտարական նորմեր խախտել, դա թույլատրվել է։ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը կարևորեց հանրային իրազեկման աշխատանքները, նշելով, որ բարեփոխումների հաջող իրականացումը հնարավոր է միայն պետական մարմինների, բիզնեսի եւ հասարակության գործակցության պայմաններում։ Նախարարությունը տարիներ շարունակ ներդրել է երկրորդ կյանք թափոնին աշխատարանը, որը 2 ամիսը մեկ մեր բնության պետական թանգարանում մենք իրականացնում ենք այդ աշխատարանը, աշակերտները բերում են իրենց այդ թափոններ եւ մենք սովորեցնում ենք ինչ կարելի է ստանալ, ինչպես երկրորդ կյանք հաղորդել այդ թափոնին, իրազեկման լայնամասշտաբ միջոցառումներ են իրականացվել մարզերում, բոլոր մայրուղիներին փակցված է եղել խոշոր տեղեկացնող պաստառներ եւ տուգանքների մասին եւ օրենքի ժամկետների մասին, իսկ հանդիպումները, ինչպես նշեց Տիկին Ավետիսյանը, պարբերաբար են, մենք նաեւ չենք սահմանափակվում տեղեկացնելով, մենք նաեւ քաղաքացիներին ինքներս տրամադրում ենք այլընտրանքային տոպրակներ եւ շատ մեծածավալ քանակի դրանք բաժանվել են քաղաքացիներին։ Քննարկման ընթացքում գործարար համայնքի ներկայացուցիչներն էլ կիսվեցին իրենց մտահոգություններով, նշելով, որ սահմանափակումների կիրառումը կարող է լուրջ ֆինանսական բեռ դառնալ տեղական արտադրողների համար, հատկապես այն ընկերությունների, որոնք տարիներ շարունակ ներդրումներ են կատարել գործող արտադրական գծերում։ Նրանց խոսքով առանց պետական աջակցության եւ հստակ փոխհատուցման կամ խրախուսման մեխանիզմների բազմաթիվ ձեռնարկություններ կարող են կանգնել գործունեության կրճատման վտանգի առաջ։ Սուբսիդավորման ծրագրով մենք սարքավորումներ ենք բերել նոր մեծ գումարի արժողությամբ, եթե դա հանում են, այդ սարքավորումները ինչ պետք անենք, այդ հարցը գումարով պետքա փակի։ Կարծիքներ հնչեցին, որ նոր պահանջներին համապատասխան արտադրություն կազմակերպելը պահանջում է զգալի ներդրումներ, ինչը փոքր եւ միջին ձեռնարկությունների համար կարող է լուրջ մարտահրավեր լինել։ Մեր խնդրանքը եղել է մեկը, որ պարզապես հնարավորություն տրվի, որ տնտեսավարողը կարողանա հարմարվել, հնարավորինս նվազեցնել իր կորուստները, թե չէ որևիցե առարկություն չունենք, որ բնությունը մերն է, մենք մեր ապագա սերունդներին պետքա թողնենք մաքուր բնություն եւ դա բոլորիս գործն է։ Եվ մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել մասնակցել դրան։ Ընկերությունների ներկայացուցիչները նշեցին, որ արտադրության ծավալների նվազման դեպքում չի բացառվում աշխատատեղերի կրճատումը։ Նրանց կարծիքով անհրաժեշտ է մշակել անցումային քաղաքականություն, որը միաժամանակ կպահպանի բնապահպանական նպատակներն ու կկանխի տնտեսական կորուստները։ Ոլորտի ներկայացուցիչները չեն վիճարկում շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, սակայն առաջարկում են ավելի լայն խորհրդակցությունների միջոցով մշակել այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան արտադրողներին ժամանակին հարմարվել նոր պայմաններին, առանց մրցունակությունը կորցնելու։ Տնտեսվարողների այն մտահոգությունը, որ պետք է նոր սարքավորումներ ձեռք բերելու համար, նրանք պետք է ակնկալեն նաև կառավարության որոշակի սուբսիդավորման ծրագիր ունենալ, կառավարությունը պետք է ունենա, որ նրանց նոր տեխնոլոգիական հոսքագծեր ձեռք բերելու համար սուբսիդավորի, որոշակի չափով հարկային արձակուրդ սահմանի նրանց համար, թե չէ այսպես միանգամից օրենք ընդունես եւ մարդիկ դառնալու են ակամա գործազու։ Մասնագետները վստահեցնում են, փոփոխությունները կարող են անդրադառնալ նաեւ ապրանքների ինքնարժեքի եւ հետեւաբար սպառողական գների վրա, ուստի քաղաքացիների համար անհրաժեշտ է ապահովել հասանելիություն որակյալ եւ մատչելի այլընտրանքային արտադրատեսակներին։ Այնուամենայնիվ բնապահպանական խնդիրների լուծումը բոլորի համար առաջնահերթություն է, սակայն կարևոր է, որպեսզի սահմանափակումների ներդրման գործընթացն իրականացվի փուլային, կանխատեսելի եւ բիզնեսի հետ շարունակական երկխոսության պայմաններում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքան այժմի համար ցտեսություն։